Ուրեմն հարգելիներս, չեմ ուզում առանձնացնել, իմ որդին և որդիները։ Բոլորն էլ հերոսներ են, արհեստներ են, որ կռվել են։ Դրա համար բերեք չանհատականացնենք, չառանձնացնենք։ Ժամանակ է եղել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Ջաբրայիլում։ Ու շատ երեխեք այսօր Ջաբրայիլ, Հադրուտ այդ տարածքներից են, որ կորած են, եթե հետևողականին եք կտեսնեք։ Մեծամասնությունը Ջաբրայիլ ու Հադրուտից են կորածել։ Տեղյակ եք, որ ձեր որդին եք գնում է Ջաբրայիլում։ Ոչ, իմ որդին նորակոչիկ են, ինչպես շատ երեխաների երեխաներ, որ նորակոչիկ են, որ այսինքն պիտի իրանք պատերազմի դաշտում չլինեին, ասեմ ավելի։ Իմ տղան Հայաստանի զինվորայել է, Մեղրի զինվորայել է, որը որ անպատրաստ երեխուն ընդամենը մի քանի օրվա զինվորին տարել է պատերազմ։ Այսինքն մտածված ծրագիր են ունեցել, որ տանեն այս երեխեքին բնաջնջան։ Ես այդքան եմ։ Իշխանությունների նկատմամբ տեսագրություններ եղել են, որ շկայում են ողջագերության մեջ։ Տեսագրություն չունենք մենք։ Իշխանություններից ինչ ակնկալիք ունեք։ Ոչինչ։ Եթե հաշվի առնելով, որ միջազգային դատարաններից գանգատներն են հետ կանչում, այսպիսով օրակարգից դուրս մղելով նաև գերիների անհետ կորածների պատանձների հարցը, ինչ ակնկալիք ունեք։ Դե իրանք ասում են մենք հետ ենք վերցնում, բայց դուք անհատական կարակ դիմեք։ Հայ Անդրանիկ Քոչարյանի հետ ձեր հանդիպումները ավելի հաճախակի են լինում։ Երկու անգամ է։ Ինչ է ասում, ինչ պատասխան է տալիս ձեր հարցերին։ Գիտեք, իրանց պատասխանային կլիներ, եթե հեչ 4.5 տարվա ընթացքում ինչ որ մի հատ երեխա բացահայտվեր, ինչ որ մի երեխու ճակատագիր բացահայտվեր, եթե չի բացահայտվել, նշանակում է չկա արդյունք։ Իսկ իմ համար արդյունք, երբ որ ես իմ երեխուն տեսնեմ, իմ տղայի անհայտությունը բացահայտեմ ու վերջ։ Այդ է։ Իսկ ես նախարարները գալիս են նստում են փակ քննարկումներին, լուռ ու մունջ թողնում գնում են, որևէ մեկը իր ելույթում ինչ որ մի բան ասում է, խոսում են։ Սրբույի Գալյաններ օրերս ձեզ հետ հանդիպման առողջապահության նախարարն էր ժամանակի մեջ չտեղավորվեցինք Սրբույի Գալյանը չխոսած, իսկ մյուսներն էլ որ խոսեցին, եղան ապացույցներ, որ մենք ասեցինք, որ սխալ եք արել, այսպես այնպես, որոշ բաներ իրանք բոլորը արդարացրեցին, որ վրիպում է։ Մեր կառավարությունում ամեն ինչ վրիպում է։ Իսկ ժամանակացույց վերցրել եք, այդ վրիպումները երբ են ուղղվելու վերջի վերջո։ Արդեն 4 տարի անընդհատ այդ վրիպակների մասին են խոսում ձեզ հետ հանդիպումների ժամանակ։ Բայց թե երբ կշտկեն արդյոք թե չէ, այդ մենակ երևի իրանց ու վերևի ասում է հայտնի։ Վրիպումը որ կողմից է լինում, կոնկրետ որ կառույցն է անընդհատ այդ վրիպակները բաց թողնում, որ ասեք։ Բոլորը։ Վերից վար։ Վերից վար բոլորը, ինչի՞ ոչ, չեմ ուզում առանձնացնել, բոլորը էլ ունեն վրիպումներ։ Իմ մոտ կարա ուրիշ տեղ ուրիշ կառույցից լինի վրիպում, մյուս ծնողի մոտ ուրիշ կառույցից լինի։ Չեք կարծում, որ դուք ծնողներդ ավելի խիստ եւ ավելի հստակ քայլերով պետք է պետության իշխանությանը դիմենք։ Օրինակ խիստ ինչ անենք, էլ ինչ անենք։ Այն խիստ արել ենք, օրերով փողոցում քնել ենք, 3 օրով հրապարակում քնել ենք ձուն ձմեռնոցով, ամառը մնացել ենք, կառավարական տան մոտ մնացել ենք, 2-3 անգամ մնացել ենք, այստեղ մնացել ենք, այսինքն էլ կոշտ ինչ անենք, ինչ որ մեկ երեխային վնասենք։ Այ դուք որ հավաքվում եք այստեղ սերունդների ներկայացուցիչներից մեծամասնությունը տեղյակ չեն լինում, որտեղ է սա պայմանավորված։ Դուք կարծես թե լուր հավաքվում եք եւ լուր գնում եք։ Գիտեք, նախ մենք մի քիչ խուսափում էինք միջև այս 4 տարին, ավելի շատ խուսափում էինք, որ ուրիշ երկրներում էլ են նայում, պետք չի միգուցե վտանգեն ու բայց տեսանք, որ ինքը ոչ մի բան չտվեց։ Ձեզ որ առաջարկում են միջազգային կառույցներին անհատական դիմեք, ռեսուրս, ֆինանս, ինչ որ մի բանով կողքից օգնում են, չէ՞ որ դա պետության հոգացության տակ պետք է լինի։ Չէ, գիտեք ինչ, այս պահին Սիրանուշ Սահակյանն է ինքը ներկայացնում անհատական երեխաներին, չէ, մենք ոչ մեկս ոչ մի բան, ասենք Սիրանուշին մենք չենք տվել աշխատավարձ կամ ինչ որ չգիտեմ էլի գումար, այդ կողմից չէ։ Ասել են դուք ինքնուրույն, եթե միջազգային գանգատները հետ վերցրեցինք, չէ, հələ նոր պիտի լինի, կհասկանանք, միգուցե այդ կհայտ է, հələ։ Այդ ինչ ձևով պետքա անհետ կորածի զինվորը, ինչ միջոցներով պետքա մենք պետությունից բան ենք ուզում, մենք պետությունից ոչ մի բան չենք ուզում։ Ինչ էլ որ լինի, մենք ծնողներով մեր միջոցներով կանենք, մեզ ոչ մի բան պետք չի, մենակ մեր երեխեքին վերադարձնել։ Մենք այն ծնողները չենք, որ ինչ որ բան ենք ուզում իրանցից, չէ։ Չէ, մեզ մենակ մեր երեխեքն են պետք։ Իսկ այդ վրիպակների հետ կապված, որ անընդհատ խոսում են, վրիպակների հետ կապված, որ վերից վար անընդհատ սխալմունք է տեղի ունենում, օրերս կառավարության նիստում էր, եթե չեմ սխալվում, Փաշինյանը հայտարարեց, որ կադրերի անորակ
հավաքածու է իր մոտ, կոպիտ ասեմ, այսպես ձեզ Այնքանով ալա, որ իրանք են արդեն իրենց տալիս որակավորում։ այդ քննարկումից հետո է ճիշտ է կառավարության նիստում Փաշինյանն ասել, բայց ակնկալել, որ այդ վերից վար բոլորին կփոխի եւ ամեն ինչ կշտկվի։ Ես չեմ հավատում։ Անկեղծ չեմ հավատում։ Տա Աստված, որ իրոք լավ լինի, բայց չեմ հավատում։ Շնորհակալություն։